Երրորդ թեման, որ կփորձեմ որոշակիորեն ներկայացնեմ այս համատեքստում, մայրաթորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են եւ իշխանության կողմից այդ հարձակման ճակատի մեծացումը, որը մի քանի օր առաջ դրսևորվեց նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարձակումներով քարոզչական քաղաքական մակարդակում, որի հետևանքը փաստացի նրա կալանավորումն է, մի նախադասության համար, որը իրավական տեսանկյունից բնականաբար որևէ վտանգավորություն չէ ներկայացնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ օրենսդրական տեսանկյունից որևէ առումով չուներ խոցելիություն։ Իշխանությունը եկեղեցու նկատմամբ իր թշնամանքը արտահայտում է նաև բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել մայրաթորին, հոգևորականներին եւ առհասարակ հայկական պատմության բոլոր այն դրվագներին, որոնք այս մի քանի հազարամյակ ուղեկցել են մեզ, իրենց մեջ կրկնում են հայի ինքնությունը, նաեւ ինստիտուցիոնալ հիշողությունը եւ բոլոր այն նաեւ process-ները, որոնք նաեւ պետականության բացակայության ժամանակահատվածում իրենով պահպանել է հայոց եկեղեցին եւ այն բոլոր process-ները, որոնք այսօր արտահայտվում են այդ ուղղությամբ, բնականաբար ոչ միայն դատապարտելի են, այլ իրենց հետագա նաեւ ազդեցություն ունենալու ներհասարակական, քաղաքական եւ հասարակական մթնոլորտում, ինչպես նաեւ մեր հասարակության վրա։